Ծնողները Ադրբեջանի Դաշկեսանի շրջանի Կուշչի գյուղից են, Խաչակապ գյուղից են, տեղափոխվել են Երևան 1962 թվին, ամուսնացել են ու տեղափոխվել են ստեղ, ունեցել են 2 որդի, մեծ եղբայրսը 1963 թիվ, ես 67 թիվն եմ, եղբայրս զինվորական է, սպայա կադրվի, կադրային սպայա, գնդապետ, ինքս Արցախյան ազատամարտի մասնակից եմ, սկսել եմ պայքարս 89 թվականին ֆիդայական ջոկատներով և մինչև 92 թվականը, 92 թվականին ամուսնացել եմ Մարգարիտայի հետ, կազմել ենք ընտանիք, ունեցել եմ առաջի որդիս Ռուբենս, 93 թվականին նոյեմբերի 24-ին ծնվեց Ռուբենս, մեծ ցնծություն էր, մեծ ուրախություն էր այն մութ ցուրտ տարիներին, բայց մեծ ուրախություն էինք ապրում, մեծացրեցինք 4 տարեկան էր Ռուբենս, ծնվեց փոքր տղաս Տիգրանը։ Կարևորը որ տղա է ծնվել, Պարազյան ազգանունը շարունակող, իսկ թե ինչ կդառնա, ինչ մասնագիտություն ձեռք կբերի, դա դեռ չէինք որոշում, որտեվ 90-ական թվականները այնքան խառը եւ ծանր էին, մարդու մտքով ամեն ինչ էլ անցնում էր, ամեն մասնագիտություն էլ անցնում էր։ Դեպի 4 տարեկան էր, 5 տարեկան էր, եկել էր այստեղ մեր տուն, գնդապետի կիտելը հագցրել եմ սենց, ֆուրաժ կենտրել եմ գլուխը։ Չգիտեմ, էլի ասում ես երեխեն, սենց այդ նկարը որ նայում ինքս ոգևորվում, էլի ասում ես երեխեն պետք է գեներալ ալի։ Հենց որ ինքը սկսել է արդեն խոսալ ու տարբերակել զինվորական հագուստը քաղաքացիական հագուստից, այդ ժամանակվանից իր մոտ առաջացել է սեր երևի այդ համազգեստի հանդեպ, որտեղ դեռ չէր գիտակցում ինչ է նշանակում բանակ, ինչ է նշանակում զինվորագրվել, դա հետո է իր մոտ ձևավորվել, արդեն բարձր դասարաններում դպրոցի։ Ես հիշում եմ շատ տպավորվել մեջս, Ռուբենս 10 տարեկան էր 2003 թվականին, Էրեբունի օդանավակայանում եկել էին ամբողջ SNG-ի պաշտպանության նախարարները և մեր այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը կանգնած էր Ռուբենիս հետ, մենք էլ գնացել էինք եղբորս ճանապարհելու դելեգացիայի կազմով Մոսկվայից եկել էր Սերժ Սարգսյանը առանձնացավ պաշտպանության նախարարներ, քայլելով մոտիկացավ ինձ և Ռուբենին, բարևեց, սիրեց Ռուբենիս, ասեց ես ինչ լավ տղա ես, ես ինչ սիրուն տղա ես, ինչ ես դառնալու որ մեծանաս, ասեց զինվորական, ասեց ուրեմն շոյեց գլուխը համբուրեց, ասեց ուրեմն դու գեներալ կդառնաս։ Հարցեր տալիս էր դեռ փոքր ժամանակ։ Պապի ո՞նց է այդ կողերին բռնում, պապի ո՞նց է այդ ձեր աշխատանքը, պապի ո՞նց, զենքը դուր է պապի։ Հանում էի զենքը տալիս է, զենքի հետ խաղում էր։ Համազգեստս ասում եմ, համազգեստս գնդապետի բանը այդ կիտելը որ հագցրեցի, իրանից բոյով էր կիտելս։ Բայց սենց մի ոգևորված էր կանգնում, սենց էլ բաներ անում, պատիվ էր տալի, որ ասում ես երեխան պետք է գեներալ ալի։ Ցավը տանեմ, դու պետք է գեներալ ես, պոլկովնիկը քո համար քիչ է։ Չգիտեմ։ Ես էի ամեն պատե, անպատե առիթով, եթե հնարավոր է էլի, հետս վերցնում էի ինչ-որ զորավարժության, ինչ-որ միջոցառումների զինվորական ու իրան շատ էր դուր գալիս, այդ միջավայրը զգում էր ինչ-որ ուժ էր զգում, հզորություն։ Երեխաները սկսեցին քիչ-քիչ մեծանալ, այդ ընթացքում շատ են եղել մեր տանը մեր ընկերները, բոլոր զինվորականներ, գնդապետներ, գեներալներ, շատ գեներալներ։ Մոնթե Մելքոնյանը իմ ընտանիքի մտերիմ ընկեր բարեկամն ա եղել, բազմաթիվ անգամներ այս տանը նստել,
Այս նույն բազմոցի վրա Մոնթե Մելքոնյանը նստել Սեդայի հետ եւ սուրճ ենք խմել եւ թե ենք խմել եւ հաց ենք կերել, շատ շփումներ ենք ունեցել ու իմ տղաները տեսնելով այդ զինվորական նախ իմ ընտանիքը մի քիչ դիսցիպլինար զինվորական կարգապահությամբ է, դա երևի իմ ծնողները զինվորական ոչ մի բան չունեն, բայց ծնողներից սա դաստիարակությունով փոխանցվել մեզ որպես ավանդական զինվորական կարգապահությունով այդպես եմ մեծացրել ես իմ երեխաներին։ Ռուբենս շատ էր ուզում, որ անպայման զինվորական պետքա դառնա, իր հորեղբոր նման գնդապետ լինի, մեր ընկերների նման։ Երևանում իրանց բնակավայրում բագում իր տարիքից իր անգեր երեխաներին պատմելա, թե որ իմ պապիկը ոստիկանության միլիցիայի աշխատողը, էսա, էնա։ Աղջիկս ասեց, որ կաս զանգահար ես էլի պապ, ասի լավ, դե ինչ մտածեմ, ասեց երեխեն քեզ ներքևն ուզում դիմավորի, գնացի Ռուբենիս, տենամ ներքևը սպասում եմ մուտքի մոտ, դիմավորեց, գրգախառնեցինք, համբիրվեցինք, պապի մի հատ էտանք ստեղ, պապի մի հատ գնանք ստեղ, պապի մի հատ գնանք ստեղ, ասում եմ ինչ կա, հարիկ ասեմ, մի 2-3 անգամ տարավ, ես շենքես ծարից ինձ արա, բարձրացանք տուն, աղջիկը սկսեց ծիծաղել, ասում է ինքն ուզում էր քեզ ցույց տար բոլոր երեխաներին, որ դու համազգեստով ես ու իր պապիկն ես։ Այդ ժամանակ Հրաչյա Քոչար այնտեղ անշարժ գույքի գործերի շենք ունեինք, որ դեռ առաջի հարկում գործում էր մեր մարզադահլիճը, ու այս փոքր երեխեքի տարիքից արդեն սկզբից Ռուբենը եկավ, հետո մի փոքր մեծանալով արդեն մրցումների մասնակցելով եղբորն է բերեց Վարապնուքի ու ասեմ, որ հենց փոքր տարիքից արդեն երևում է երեխեքի լրջությունը ու հենց այդ տարիքից իր լրջությունը աչքի էր ընկնում, որ նպատակասլաց, նպատակը դնի հաղթի եւ անցնի մյուս նպատակին, այդ հենց երեխա էր ինքը։ Ինքը արդեն կարատեով էր զբաղվում, իհարկե վերջում արդեն հասուն տարիքում դառավ կարատեի Եվրոպայի չեմպիոն Սև Գոտի երկրորդ դան, բազմաթիվ հաջողություններ ուներ Ռուբենս, Տիգրանս էլ է կարատե պարապել, բազմաթիվ հաջողություններ ուներ եւ այդ կարատեի տեղն էլ ընդեղ էլ շատ կարգապահական դիսցիպլինար տեղ էր եւ կարգ ու կանոններ։ Իմ երեխեն կարգ ու կանոն սիրող մարդ էր։ Իր անվան ամենամյա մրցաշար կա, որ հենց նվիրված է իրան, որովհետեւ բոլոր եկող սերունդը, այնով որ կմենա մարտի ու այդ կայացման ճանապարհին իմանա ինքը ում անվան մրցաշարին է մասնակցել։ Երկու երեխաներս սովորել են Իսակովի անվան 132 դպրոցում, ավարտել են երկուսն էլ բարձր առաջադիմությամբ, Ռուբենս գերազանց, Տիգրանը բարձր առաջադիմությամբ։ Նա շատ կենսախինդ տղա էր, առաջին իսկ օրվանից աչքի ընկավ, շատ խելացի էր, կարգապահ, օրինակելի աշակերտ էր, միշտ դպրոց էր գալիս կոկիկ, պատրաստակամ, 3 տարի սովորել է ինձ մոտ, բարձր առաջադիմությամբ, բոլոր առարկաներից նա փայլում էր եւ սիրված էր իր ընկերների կողմից, ընկերասեր էր, ցանկացած առաջադրանք տալիս նա պատասխանատվության բարձր զգացում ուներ եւ սիրով կատարում էր բոլոր առաջադրանքները։ Ռուբենի դասղեկը 9-րդ, 10-րդ դասարաններում, ավագ դասարանում արդեն այդ 2010 թվականին դեռ այդ բաշխումը չկար 12-ամյա կրթությունը։ Դասարանը ձևավորվեց բոլոր դասարանների 4-5 դասարան ունեինք 8-րդ դասարաններ, քննություններից հետո ձևավորվեց դասարան, որը մեկը տվեցին ինձ։ Իհարկե դժվար էր։ Տարբեր դասարաններից հավաքված երեխաներ նախ իրանց մեջ պիտի կոլեկտիվ ստեղծեին ու հետո պիտի ընդունեին նոր դասղեկ։ Գիտեք, նոր դասղեկ ընդունելը այդքան էլ հեշտ գործ չի։ Ամբողջ դասարանի մեջ ես անկեղծ ասած նկատեցի Ռուբենի այդ զսպվածությունը։ Ասում բոլոր ինչ-որ մի բան անում են, էլի հասկանան ես ինչքան կդիմանամ, այս երեխենից ոնց է ձենջի անում։ Հետո ժամանակի հետ իհարկե եղան դասից փախնել, համատարած երկուսներ, բողոքի ամեն ինչ էր, Ռուբենը մեջներն էր իհարկե, հետո ես հասկացա ինչու, որովհետև ինքը սարսափելի ընկերասեր էր, սարսափելի։ Ձևավորվեց, ինքը հոգին տվեց ու նվիրվում էր անմնացորդ։ Եթե դասարանը անկարգություն էր անում, ինքը մեջը չլիներ, պիտի հետները լիներ։
Մենք ամեն անգամ հիշում ենք Ռուբենին, այ հիշատակի օրերին, ծննդյան օրերին միշտ եւ ծաղկադրում եւ խոնարհման արարողություն ենք կատարում այ դպրոցի բակում տեղադրված հուշաքարի մոտ։ Եվ միայն ես չեմ, իմ աշակերտներն էլ եւ ամբողջ դպրոցը մասնակցում է այդ արարողությանը։ Ռուբեն Աշոտի Պրազյան ծնվել է 1995 թվականին։ Քաջաբարկվել է ոսոխի դեմ, զոհվել է անհավասար մարտում, բռնելով Ավերձի ճամփա։ «2010 թվականին Ռուբենս ընդունվեց Մոսկվայի ռազմական համալսարան, միջազգային հարաբերություններ թարգմանիչ լինգվիստ մասնագիտությամբ 5 տարի սովորեց Ռուբենս, ավարտելուց հետո ավարտեց գերազանց կարմիր դիպլոմով, որի համար պարգևատրվել էր հատուկ Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուի կողմից առանձնահատուկ պարգևով դիպլոմ, որպես կարմիր դիպլոմով ավարտած։ Երկար ենք խոսա իրար հետ։ Ես փորձել եմ իրան հասկացնել, որ դժվարություններ կան, էս կա, Մոսկվա, ինքնուրույն, եւ քու տարիքը 16 տարեկան էր։ Ասում եմ, քու տարիքն էլ չի, էլի, դու պատրաստ ես այդ դժվարությունները տանելու։ Անենց բարի համբույր ժպտում էր, ասում էր, պապի, ես էլ կմեծանամ էլի այդ ընթացքում, այդ բանի հետ էլի, ուսումնական պրոցեսի հետ, խո միշտ չմնացի երեխա, ես էլ կմեծանամ էլի։ Մոսկվայում երբ որ ես ռազմական կցորդ էի, դա բնականաբար այնտեղ մեր սպաները, մի շարք սպաներ սովորում էին, եւ իշարս սպաները նաեւ Ռուբենն էր այնտեղ սովորում։ Առաջ անգամ այնտեղ եմ ծավալացել, ինչ որ միջոցառումների ժամանակ բնականաբար մենք բանակի տոնի նվիրված, հանրապետության տոնի նվիրված հրավիրում ենք, շփումների ընթացքում միանգամից աչքի ընկավ, թե իր բանիմացությամբ, թե իր ինտելեկտով գրագիտությամբ, ամեն դեպքում անկախ քեզանից մտովի համատություն է անում, մեր սպաներն ուզում ես որ բոլորը լավ լինեն ու բնականաբար շատ դերականորեն տարբերվում էր այդ հարցում, առաջի մեր ծանոթությունը տես տեղ ունեցավ։ Միակ դեմը, որ կար զինվորականին, դա միայն կինս էր, որ չէր ուզում, որ երեխաները, սկզբից Ռուբենս, որ դառնա զինվորական, բայց որ Ռուբենն ավարտեց, եկավ արդեն Տիգրանն էլ վсё որոշված, որ ինքն էլ է գնում դառնում է զինվորական, այդտեղ ընդհանրապես ստրես տարավ, երկու երեխա ունենք, երկուսն էլ զինվորական, ասի իրանք են ընտրել, իրանք են որոշել, իրանք են։ Բացվեց համալսարանում աշխատասենյակի դուռը, եկավ երիտասարդ խրոխտ քայլերով ու առաջին միտքը, որ մտածեցի, որ երիտասարդը զինվորականն է, եւ ես ակամայից ցկվեցի ու ոտքի կանգնեցի։ Նա պատիվ տվեց, ծանոթացանք, պարզվեց, որ նոր ավարտել է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության ռազմական համալսարանը քաղաք Մոսկվայում, ունի կրթություն, բարձրագույն կրթություն եւ լեզվաբան է ու թարգմանիչ, փայլուն տիրապետում էր, հետո ես իր դասախոսն էի, մենք զրուցում էինք, փայլուն տիրապետում էր ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ մասնագիտական որակավորումն էր լեզվաբան, անգլերենի եւ ֆրանսերենի թարգմանիչ։ Սակայն այդ կրթությունը ստանալով հանդերձ նա որոշել էր, որ պետք է իրավաբան դառնա եւ վստահ քայլերով եկել էր հստակ նպատակադրումով դառնալու իրավաբան։ Ռուբենը ծանոթացել եմ 2014 թվականին, երբ որ Ռուբենը ակադեմիայից եկել էր մեր ստորաբաժանում որակավորման։ Ռուբենը հենց իմ ստորաբաժանման կազմում էր ու հասցրեցինք այդ կարճ ժամանակում ընկերանալ։ Դրանից հետո Ռուբենը նշանակվեց հենց մեր ստորաբաժանում։ Չնայած որ արդեն հասցրել էր այդ որակավորման ժամանակ թե սպայակազմի, թե ենթակաների կողմից սիրվել,
արդեն սպասված բայր, մենք սպասում էինք իրագալուն։ Մեր ընկերությունը ավելի խորացեց, արդեն որ երկուսով նույն ստորաբաժանման կազմում դասագիր անտար էինք։ Երբ որ ես դարձա ՀԱՊ բրիգադի հրամանատար, այդ ժամանակ մի քիչ ավելի սերտ սկսեցի հասկանալ, ընկալել ու ծանոթանալ իր հետ, որովհետև ինձ համար ամենակարևորը թե իրանց հրամանատարներին ենթականները ոնց են վերաբերվում ոչ ֆորմալ վիճակում, ինչ են խոսում իրանց հրամանատարների մասին, ոնց են վերաբերվում ու շատ ջերմ ու դրական էր ինձ համար, որ երբ որ իրանց հրամանատարի հետևից իրանք միշտ լավն էին խոսում, այսինքն պատրաստ էին իրանց հրամանատարի համար մարդ ճղել։ Իմ համար մի քիչ դժվար է Ռուբեն ասելը, որովհետև միշտ իրեն Պրազյանով եմ դիմել, որովհետև եղել է իմ պաշտի հրամանատարը։ Ծանոթացել ենք 2018 թվականին, երբ որպես դասակի հրամանատար ես ընդունվեցի Խաղապահ բրիգադ, ծառայելու նույն վաշտում, որտեղ վաշտի հրամանատարի տեղակալն էր Պրազյանը, հետագայում դարձավ արդեն իմ վաշտի հրամանատարը։ Եվ այդ ժամանակվանից գրեթե երբ թե ամենասկզբից բավական ջերմ հարաբերություններ ենք ունեցել, որովհետև իմ դասակը մի քիչ բարդություններ ուներ, բոլորը աղջիկներ էին, դրա մասին բարբերաբար խնդիրներ էր լինում, որոնք օգնելու կամ լուծելու կարիք ունեին եւ որպեսզի ամբողջը չմնար մենակ իմ ուսերին, Պրազյանը շատ էր ինձ օգնում։ Այդպես երևի հենց սկսվեց մեր ընկերությունը, բայց ավելի շատ մտերմացանք 2019 թվականին, երբ հետաքրքիր զուգադիպությամբ երկուսից մոտ էր մի քիչ բարդ անձնական փուլ էր ու չգիտեմ ինչպես ստացվեց, որոշեցինք, որ իրար հետ ավելի ճիշտ կլինի կիսվել ու հետաքրքիր տենց մի բան, որ միշտ հիշում եմ, ասեց ճիշտ է ես իմ աղբոր հետ, պապայիս հետ, շատ ընկերներ ունեմ, որ իրենց հետ շատ մոտիկ եմ, բայց այս թեմայով չի ուզենա որևէ մեկի հետ խոսել, որովհետև չեմ ուզում, որ իմանամ, որ զգացմունքները կարան իմ մոտ սենց այս փուլում հասնեն։ Հետաքրքիր էր, որ ինքը սպայակազմից ամենաերիտասարդն էր ու շատ շատերի համար դա այսպես մի քիչ նախանձի, հա, ինչ որտեղ տեղիք էր տալիս, որ ինքը այդքան երիտասարդ լինելով հասել է այդքան արդյունքների, նախ վաշտի հրամանատար դառնալը երիտասարդ տարիքում փոքր բան չէ եւ հետո այդքան բոլորի եւ մեծահասակների եւ ենթականների հարգանքն ու սերը վայելելը ինքը արդեն իսկ փոքր բան չէ եւ ինքը կարողացել էր հասնել դրան։ Ռուբենի հետ մի շարք մարտական հերթապահություններ ենք իրականացրել ու մասնակցել ենք 16 թվականի մարտական գործողություններին։ 16 թվականի ապրիլին մեր ստորաբաժանումը երբ որ դուրս էր գալիս վաշտի կազմով, Ռուբենը դեռ ոնց որ ավելի երիտասարդ կադրն էր մեր ստորաբաժանման մեջ, մեկնեցինք Թալիշի ուղղությամբ։ Վաշտի անտարը մի փոքր անհանգստությամբ ունեցանք քննարկում ժողով, նշեց, որ Ռուբենը նոր նշանակված սպայ է, չնայած որ ունի մի քանի մարտական հերթապահություններ պատրաստ է, լավ կլինի, որ Վաշտի անտարն ու ինքը նույն դիրքում գտնվեն։ Իմ Ռուբենս նորավարտ 10 ամսվա ավարտած երիտասարդ լեյտենանտ մասնակցեց ապրիլյան քառօրյա պատերազմին։ Չնայած այդ պատերազմից ինքը ընդհանրապես ոչ մի բան չէր խոսում, բայց հիմա արդեն 20 թվականից հետո այնպիսի բաներ են պատմում Ռուբենիս մասին, որ թե ինչ էր արել այնտեղ երիտասարդ տղա լինելով, քանի որ իր զինվորները բոլորը պայմանագրային էին, իմ երեխան 22 տարեկան լեյտենանտ, նրանք 30, 40, 35, 45 տարեկան պայմանագրային զինվորներ էին, իր զինվորները։ Ինքն էլ նրանց հրամանատարը։ Ռուբենը իրական 156 մարտական դիրքում, դեռ այն ժամանակ դիրքերը մեր անուններով էր, չկար տենց համարներ, Ռուբենի պոստ, Մուրադի պոստ, ընդհանուր հրամ կազմել, որ մենք նոր էինք տեղակայվել այդտեղ, բոլորը այդպես որտեղ որ դիրքի ավակն իրականացնում իրանց անուններով էին։ Միշտ մարտական դիրքերում ենք եղել, Ռուբենի ուղղությամբ, քանի որ ինքը բարտական դիրքեր ավելի ծորակ էր, ավելի հակառակորդի կողմից միշտ նշանառության կենտրոնում էր։ Մի քանի տենց ոտնձգություններ հակառակորդի կողմից եղել է մեր Ռուբենի կողմից գլխավոր ստորաբաժանումները լրացրել են հակառակորդին։ Ես գիտեմ, որ զինվորականի
զինվորական, եթե մարդ զինվորագրվում է հայրենիքին պետությանը ծառայում է հայրենիքի պաշտպանությանը։ Ես գիտեմ, որ զինվորականը պատերազմ կարող է լինի, պատերազմի ժամանակ զոհվում են նաև։ Ես այդ ամեն ինչը սաղ գիտեի, որովհետև ես անցել եմ այդ պատերազմի մեջով եւ գիտեմ։ Եթե մի բանը ստանում ենք մի հրաման, որը որ չէր ուզում անել կամ կտրականապես հասկանում էր, որ չի ուզում անել, ասում էր տատիկս չի թողում, ես դա չեմ անում։ Այնքան հետաքրքիր էր ու շատ նույնիսկ շատ ծիծաղելու, որովհետև կարող էր ինքը ավելի, չգիտեմ, զրամասիր համանատար է, ինչ որ մի բան ասել, իմ տատիկը չի թողում, դա չեմ կարող անել։ Իսկ կատակի էր փորձում տալ, իհարկե այդ ոչ լուրջ դեպքերին է վերաբերվում, առօրյա ծառայության մեջ այն ստվից է, ինչ որ լուրջ անդրադարձ չունեցող հարցերին է վերաբերվում, թե չէ, եթե խոսքը վերաբերվում էր որևէ գործողություն անելուն, միանշանակ ամենաառաջնային, ամենապատրաստական իրականացնողն էր։ Առաջի անգամ Ռուբենի հետ ծանոթացել եմ խաղապահ առաքելության մեկնելիս, Աֆղանստան խաղապահ առաքելության էինք մեկնում, ես նշանակված էի որպես զորախմբի բժիշկ։ Ռուբենին այդ ժամանակ եմ առաջի անգամ ծանոթացել, ինքը զորախմբում նշանակված էր որպես կապող սպա, կարելի ասել նաև կապի սպա, ինքը այսինքն իր գործունեությունը իրականացնում էր ռազմաբազայում գտնվող մյուս երկրների զորախմբերի հետ կապը մեր հայկական զորախմբի հետ։ Ու ինքը այդ ժամանակ իր աշխատանքը եւ ծառայությունը իրականացնում էր բազայի հրամանատարական կետում։ Առաջ անգամ այդ ժամանակ եմ ծանոթացել ու առաջի հայացքից կարող եմ ասել, որ միանգամից աչքի ընկավ, որտեղ համատաբար մյուսների ես մի քիչ երկարատև ծառայության փորձ ունեի, իմ աչքի առաջ բոլորը նկատում են, նայում է ոչ միայն որպես բժիշկ, այլ որպես այդ ժամանակ ես փոխգնդապետ էի, որպես ներկայացուցիչ պաշտոնով կոչումով ավելի բարձր անձ, ու զգացում էր, որ ինքը տարբերվում է իր շարժու ձևով, իր խոսելաձևով, ու մենք այդ ժամանակ սկսեցինք ծանոթանալ ու զգացվեց, որ ինչ որ ընդհանուր բան կա։ Ռուբենի մեջ մի բան կար, որ ինքը շատ արագ սիրվում էր, շատ արագ, առանց տարիքային ինչ-որ բան հաշվի առնելու։ Ու Ռուբենի մեջ մի ուրիշ բնավորություն, ինքը սիրում էր նվեր տալ, կապ չուներ, այդ նվերը ինչ արժեր, ինքը որ ուզենար նվեր տար, պետք է նվեր էր տալի։ Հենց այս դեռի ժամացը Ռուբենի նվերն է 2020 թվականին իմ ծննդյան օրվա արդիվ ընդհանուր մտադրություն չենք ունեցել ծնունդ անելու, բայց Պռազյանը զանգել է, ասել է մենք ինժեներով նստած քեզ ենք սպասում։ Նրբանկատ էր շատ, գիտեր ով ինչ է սիրում, ով ինչից է ուրախանում եւ գործողումներից միշտ նվերներ է շատ սիրում ընտրել առնել համ հարազատների համար, համ ընկերների համար ու ինչն է հետաքրքիր, ամեն ինչը ինքը չէր առնում ուղակի մի նվեր, որ բերի։ Հենց Աֆղանստանում, հա, այնտեղ հսկայական շուկա կար, որ ինչ ասես վաճառում էին այդտեղ, օրերով ման էր գալիս, ասում է տատիկս հատուկ տեսակի շարֆ կա, որ դրանցից է սիրում, դրանից պետք է գտնեմ իրան տանեմ, թե քանի օր ենք ման եկել այդ ամբողջ շուկայի տարածքում, որպեսզի գտնենք հենց այդ շարֆից, որը ինքը ուզում էր, իրավի մի քանի շաբաթ գոնե տևել է։ Միասին խաղապահ առաքելությունների չենք մասնակցել, մեր առաքելությունները փոխարինման ընթացքում ա եղել Ռուբենի հետ հանդիպումը, ընդեից կհիշեմ մի լավ դրվագ հիշողությանս մեջ։ Բայց Ռուբենը ինձ ուղեկցեց այդ շտաբը, որտեղ Ռուբենն էր ծառայություն իրականացնում, բոլոր ազգերի ներկայացուցիչները Ռուբենին ինձ ծանոթացնելուց հետո բոլորը Ռուբենից էին պատմում։ Բոլորը Ռուբենի արագ կողմնորոշվելու, արագ որոշումներ կայացնելուց էին պատմում։ Դա ինձ միշտ զարմացրել է Ռուբենի վարքագծում, որ այդ հրամանատարության հետ օտար զինված ուժերի ներկայացուցիչների հետ Ռուբենի շփումը միշտ անկաշկատ է եղել։ Ես ինքս էլ զարմացել եմ իր ամիջականությամբ ու իրերի ճիշտ ու անուններով դիմելու ունակությամբ։ Այսինքն ինքը միշտ զրուցում էր
տեղին ու առարկայական։ Ու դրանով ինքը միշտ վայելում էր շատ կարճ ժամանակում ինքը կարողանում էր բոլոր այլ ազգի ներկայացուցիչների հետ ինչ-որ ընդհանուր լեզու գտնել։ Հոյակապ բանակցելու, համոզելու տաղանդ ուներ։ Հանգիստ կարողանում էր թիմացինին ներշնչել այն, ինչ որ ինքը ուզում էր։ Մենակ մի բան կարող եմ ասել, որ այդ հրամանատարական կետում ծառայող, որտեղ որ Ռուբեն էր նշանակված, ի սկզբանե ծառայող այդ կապի սպաներից միայն Ռուբենն էր, որ վերջում արժանացավ ամբողջ այդ զորախմբի հրամանատարի գովասանքին։ Ու գովասանքին ոչ թե բանավոր, այլ գրավոր տեսքով։ Ու բոլորն էին զարմացած, անգամ որ իրեն այդպես ընդունել էին այնտեղ։ Ինքը կարողացել էր հրամանատարական կետում բոլորի հետ այնպիսի հարաբերություններ ստեղծել, որ առանց իրա այնտեղ ծառայությունը ասում են շատ վատ է անցնում։ Սկզբում Գերմանիայում կարծեմ մի ամիս, եթե չեմ սխալվում, արդեն դժվարանում եմ հիշել, վերապատրաստում անցանք։ Շատ հետաքրքիր էր այդ ժամանակ անցնում, այդ խմբով, որ ասում եմ, 5 սպաներով իրար հետ շատ մտերիմ էինք, մինչև հիմա էլ մնացած 4-ից, մինչև հիմա էլ միշտ շփվում ենք իրար հետ։ Ամեն ուրբաթ-շաբաթ կիրակի, որ ազատ օրերն էր, պարտադիր դուրս էինք գալիս, ամբողջ Գերմանիայի տարածքով ման էինք գալիս, ամեն անգամ մի հետաքրքիր մի բան sense պլանավորում։ Երևի ամենաուրախ, ամենաթեթև օրերը, որ ունեցել ենք այդ բանակային կյանքում, եղել են այդ ընթացքում, երբ որ առանձնապես շատ հոգս չունեինք, ուղղակի սովորում էինք եւ ազատ օրերին ուսանողի նման հնարավորություն ունեինք մեր համար ժամանակը ծախսելու, ինչ որ տենց տուրիստի նման երկիրը ուսումնասիրելու։ Փորձում էինք ժամանակ գտնել այդ 5-ով եւ բուժծառայության գնդապետը մեզ հետ։ Շատ լավ ընկերական էր, sense մտերմիկ ինչ-որ տենց, հա, մթնոլորտ էր ստեղծվել։ Ինքը երբ որ այնտեղ հերթափոխով էին իրանք ծառայում, երբ որ իրանք հերթափոխը ավարտվում էր ու ազատ ժամանակ էին ունենում, այս հոսպիտալը այդքան ծանրաբեռված չէր լինում շատ ժամանակ, մանավանդ այդ երեկոյան ժամերին, որտեղ որ ես էի անցկացնում իմ ծառայությունը, տեսնում էր գալիս էին։ Ինքը կամ իր տղաներից մի երկու հոգի ասում, բժիշկ եկել են քեզ տեսակցության։ Դե լավ, եկել եք տեսակցության, հիվանդ չեմ, բայց եթե բողոք չունեք, նստեք զրուցենք։ Հայաստանից առաջի անգամ էր, որ աղջիկներ էին գնացել խաղապահ առաքելության Աֆղանստանում։ Ես շտաբային աշխատողն էի ու 2 զինծառայողներ էի, ովքեր որ իրականացնում էին անվտանգության հետ կապված աշխատանքներ։ Երբ որ միտեղ գնում էինք կամ մեկը գալիս էր բարևում մերին, ասենց պտտվում թարս էին նայում սրանք։ Ինքն ու այդ մյուս ընկերներս ով էր, ինչի բարևեց, ինչ էր ասում, ես ինչ այդ տղաներից մեկը մինչև հիմա իր հետ շփվում ենք, խորված էր, ասում է ճիշտ ասած դուրսում որ քեզ տեսնում եմ, վախենում եմ բարևեմ, որովհետև մտածում այդ ընկերները թե սա ինձ ծեծելու են, ասում դե հա Հայաստանում ընդունված է այդպես, տղաները անկախ նրանից մենք ինչ հարաբերությունների մեջ ենք, միևնույն է, եթե իրանց հետ աղջիկ կա, իրանք ակամայից դառնում են իր պաշտպանը, ասում հա ճիշտ ասած վախենում եմ արդեն շփվեմ, դրա համար չգիտեմ, շատ հետաքրքիր էր անցնում։ Մանավանդ երբ որ արդեն որոշակի հրամանատարական աստիճաններով բարձրանում էր, զգացվում էր իր հոգատարությունը իր զինվորների, իր ենթականների նկատմամբ։ Անգամ մի անգամ այսպեսի դրվագ եղավ, այդ երկրորդ առաքելության ժամանակ ինձ զանգեց, ասեց բժիշկ իմ զինվորներից մեկը վիրավորված է, իրան նեղացրել են ճաշարանում, հաց ուտելու ժամանակ, ճաշի ժամանակ։ Ու ասի լավ, բեր խոսենք, էլի, բա չէ, ես ուզում եմ հենց հիմա մի քիչ իմ մոտ նես տպավորություն ստեղծեց, որ ինքը նեղվել է դրանից ու ինքը հենց այդ պահին էր ուզում այդ հարցը լուծել, այսինքն հարցը լուծելով այն առումով, որ պետքա գնար ում հետ որ այդ տղաները կոնֆլիկտ են ունեցել, դրանց հրամանատարին տեսներ ու իր հետ խոսեր, ասեց Ռուբեն, սպասի, գիտես, ինքը ինձանից ավելի լավ գիտեր, թե այնտեղ իրավիճակը ոնց է, ինքը ասի իրան նամակ գրի, ժամ նշանակի, երբ որ ինքը ազատ է, եթե ուզում ես, ես քո հետ կգամ, ասեց հա, ես քեզ զանգել եմ, որ հատկապես դու ինձ հետ գաս, որովհետև իրանց հրամանատարը փոխգնդապետ էր, թե գնդապետ, ինքը կապիտան էր այդ ժամանակ, ասում ես չեմ ուզում գնամ առանց բարձրաստիճանի, դες նստեմ գնդապետի հետ, տենց ինչ որ հարց քննարկեմ, դիսկուսիա, որ ես պետքա իրանց մեղադրեմ այդ հարցում, թե ինչա իրանց ենթական, իրան թույլ տվել նմանատիպ քայլ, ասես ես ուզում եմ, որ դու իմ կողք լինես, դա ինձ կօգնի։ Ասում միանշանակ, դու պայմանավորվի, մենք կգնանք, պայմանավորվեցինք,
Գնացինք ու այստեղ մի քիչ գիտեք ինչ կուլտուրայի հարց էր դա, եւ որ ճաշանում այդ միջադեպը եղել էր, չեմ ուզում մանրամասնել, համենայն դեպս միանշանակ մեր զինծառայողները ճիշտ էին այդ պարագայում ու մենք որ գնացինք Ռուբենը այդ ոնց հասցրեց ինքը մեզ ընդունեցին, նստեցինք սենյակում այդ իրանց հրամանատարի թիկունքի գծով տեղակալի մոտ, այնտեղ ճաշարանն էլ ինքը աուտսորս էր, քաղաքացիական մարդիկ էին իրանց ղեկավարները ու երկու հոգի էլ քաղաքացիական մարդ կար այնտեղ նստած ու ներկայացանք ու ես նստել եմ հանգիստ ոչ մի բառ չեմ էլ հասցրել խոսել էլի ու Ռուբենը սկսեց իհարկե անգլերենով էր այդ ամեն ինչը իրանց բացատրում ինքը հասցրեց 10-15 րոպեում համ դրվագը ներկայացնել համ իրանց ներկայացնել մեր հայկական կուլտուրայի առանձնահատկությունները ու վերջում բացատրել թե ինչի համար է դա սխալ դիտվում եւ դա ինչի համար է վիրավորական ես պրոստը ոչ մի բան չհասցրեցի ասեմ 15 րոպե հետո իրանց թիկունքից տեղակալը վեր կացավ կանգնեց Ռուբենի ձեռքը սեղմեց ասաց կներեք ես հասկանում եմ որ իմ զինվորը իմ աշխատողը սխալ է արել ներողություն խնդրեց ու ինձ բան չէր մնում ասել ասում դե շնորհակալություն որ ընդունեցիք շնորհակալություն որ հասկացաք ու մենք դուրս եկանք գնացինք ինքը մինչև այդ մտնել են ոնց են ասում դրանց մոտ գնալը քիչ երում էր էլ ասում էր ոնց թե ինչ որ մեկը պետք է իմ զինվորին վիրավորի դա շատ ծանր էր տանում ու իհարկե միջադեպը հարթվեց գնաց ու բոլորն էլ հասկացան որ պետք է մեկը մեկին հարգեն մանավանդ կուլտուրայի առանձնահատկությունները պետք է հարգեն դա մի քիչ անմոռանալ էր իր այն շահագրգռվածությունը ինքը ոնց պետք է իր զինվորի շահերը պաշտպանի Այնպես ստացվեց որ ոնց որ բոլոր ընկերներիս ծնունդները նշեցինք Աղվանստանում եւ ցավոք իր վերջի տարեդարձը որ նշեցինք դա էլ եղավ հենց Աղվանստանում իր համար իր ամենասիրելի շոկոլադի տորթից էինք պատվիրել արդեն մեր ընկերներից մեկը Հուլիան Արմենը ես ու ինքը գնացինք ընտրում ենք թե ինչ վերցնենք, ինչ տորթ վերցնենք, որ ինքը շատ ուրախանա։ Ինքն էլ արդեն նախորդ ինտերնետից մոմեր բանից պատվիրել էր, դե որտեղ այնտեղ խանութները շատ քիչ էր, զինվորական գույք էր մենակ վաճառվում։ Շատ ուրախացել էր, որ այդ իր սիրելի տորթից կարողացել ենք պատվիրել, որովհետև այնտեղ մի քիչ դժվար էր, էլի հասանելիություն չկար ոչ մի բանին։ Եթե ուզում էիր ինչ-որ թխված, գոնե մի ամիս առաջ պետքա պատվիրեիր, որ կարողանային Գերմանիայից դա բերեին առաջիկա փոստով, որ հասներ այդտեղ կարողանային օգտագործել։ Փուչիկներով սիրուն զարդարել էինք սենյակը, ամեն անգամ էլ գալիս այս ինչ թիթիզ բաներ ես ամ, ես ինչ ասեմ, բայց իրան ուրախանում էր էլի, որովհետև ինքն էլ էր սիրում, ինքը ահաբոր թիթիզ մարդ էր ու շատ էր սիրում այդ թիթիզությունը։ Ինքն ուրախանում էր, որ սարքում ենք, սիրունացնում ենք ամեն ինչ, բայց ձևական մի հատ ասում են, այս ինչ եք անում ու պետք է այդքանը բան։ Երկրորդ անգամ երբ որ արդեն զորախումբը կազմավորվում էր, ինքը զանգեց ինձ ուրախ բժիշկ ասեց ես գնում եմ որպես զորախմբի հրամանատարի տեղակալ։ Կարող է հանկարծ դու լինես մեր բժիշկը, ասում կարող է, չգիտեմ, դեռ առաջարկություն չի եղել։ Առաջարկություն պետք է լինի ես համաձայնվեմ ու հրաման լինի, որ ես իհարկե միանամ ձեզ։ Ու այնպես ստացեց, որ ես իմացա, որ ինքն է լինելու, ես էլ մի քիչ գուցե տարօրինակ ընչի, բայց ես էլ էի շահագրգռված, որ այդ ժամանակ ես էլ գնայի, որովհետև մտածում էի ու համոզված էի, որ այդ ծառայությունը իհարկե շատ լավ է անցնելու։ Այսինքն դա ինձ համար մի քիչ սպասելի էր, որ ինքը օրինակ 1 տարվա մեջ, 1.5 տարվա մեջ իրան որպես օրինակ կապող սպայից միանգամից ինքը արդեն դառնում էր որպես զորախմբի հրամանատարի տեղակալ։ Դա ինձ համար ճիշտն ասած սպասելի էր, որովհետև տեսնելով իր ունակությունները, տեսնելով իր այդ զինվորական կեցվածքը ու իր շարժուձևը ես հաստատ կարծում եմ, որ ինքը ոչ միայն նաև ի վիճակի է որպես տեղակալ, նաև որպես առաքելության զորախմբի հրամանատար ծառայի։ Թվականին Տիգրանս մայիսին ավարտեց, վերադարձավ աշխարհի ամենաուրախ
եւ ամենաերջանիկ մարդն եմ ես, որ ունեմ սենց ընտանիք, երկու որդիներս, ամբողջ ընտանիքը զինվորական, եղբայրս գնդապետ, տղաներս զինվորական սպաներ, Ռուբենս կապիտան էր, Տիգրանս լեյտենանտ, նորավարտ։ Երբ որ խոսքը գնում է Ռուբոյի մասին, Բրազյան, շատ ջերմորեն են խոսում, կարամ օրինակը բերեմ, այս բառացի մի քանի օր առաջ իմ թոռը, հա, ինքն էլ ծաղայ Ռուբոյի մոտ, ոչ ոք չի իմացել, որ ինքն թոռն է։ Պատերազմներին համաստակցել եւ այլն, էական չի։ Ու ես ասել եմ մի երկու բառ քո հրամանատարի մասին պատմում։ Ոչ թե որ ասենք ինքը ուզում էր ինչ-որ լավ բան խոսալ, բնական է մենք շատ ազնիվ ենք իր հետ։ Ինքը այնքան լավ ու ջերմորեն խոսած, այնքան նույնիսկ հուզվեց մի քիչ։ Ինչ վերաբերում է ենթակաների հետ շփվելուն, ինչպես արդեն ասացի, ինքը բոլորի անձնական կյանքին շատ ուշադիր էր, որպեսզի բոլորին կարողանա օգնել։ Եղել են դեպքեր, որ ինքը ավելի ծանր էր տանում ենթակաների հետ ընտանիքում, հա, կատարվող դեպքերը, քան հենց այդ մարդիկ։ Բոլորի հետ անհատապես Վաշտի հրամանատարի պարտականությունների մեջ չի մտնում բոլորի հետ անհատապես շփվելը, դա դասակի հրամանատարի պարտականություններն են։ Բայց միևնույնն է, ինքը ժամանակ էր տրամադրում բոլորի հետ առանձին խոսում, հատկապես նրանց, ովքեր որ դրա կարիք ունեին։ Հուզվեց մի քիչ խոսալուց, հա, դետալները նույնիսկ պատմեց, ասենք, այդ ընթացքում որ միասին են եղել, ոնց են վարժել, որ ինչ արել, ոնց արել։ Որ ես ասացի, այո, իզուր չի իմ կարծիքը, որ ես դες կարծիք եմ կազմել իր մասին։ Ռուբենի պարագայում դա ամբողջական էր, այսինքն իր խոսքը եւ գործը միասնական էր։ Այն իր բնավորությունը, որ մեծի հետ մեծ էր, փոքրի հետ փոքր էր, ինքը կարող 5-6 տարեկան երեխեքի մոտ բան արտնասներ, որ ինքը միշտ տեղի սպասված մարդն էր։ Ամեն 3 օտուն մտնելուց միշտ երեխեքից Ռոբոտ զադան չի գալի, պապա, ասում եմ գալու է, ամեն անգամ ինքը միշտ սպասված է եղել։ Ինքը չէր սիրում ասպերինից անունով դիմեք, հետո որ մենք արդեն շատ էինք մտերմացել այդ ընտանիքներով, մի օր նստել որոշել էինք, որ պետք է հոկտեմբերի 10-ին, ներողություն, հոկտեմբերի 27-ին փոքր տղուս ծննդյան օրը որոշել էինք, որ երեխեքին պետք է կնունք անեինք, ընկա հայրը պետք է ներ Բրազյանը։ Ցավոք Ռուբոյի դեպքը պատահեց, բայց շարունակել է նույն գործը Բրազյան Տիգրանը։ Սեպտեմբերի 27-ին առավոտյան, երբ որ տագնապը եղավ, երկու որդիներս ամեն մեկը վերցրեց իր ուսապարկը առավոտ ժամը 7-ին ու գնացին պատերազմ, այն Ձորի Միրոկ ֆիլմի մեջ, որ ասում է գլակ հպարտությամբ, իմ տղեն ֆրոնտ կերտա, իմ տղեն կռիվ կերտա, իմ Ռուբենս ուրախ, ժպիտով, ծիծաղալով, տատիկին գրկեց, տատիկ ջան, գնում ենք հաղթենք ու հետ գանք, գնում ենք վերջացնենք, սրանց հարցերը լուծենք, վերջացնենք, հաղթենք ու հետ գանք, ուրախ տրամադրությունով երեխես գնաց։ Երբ որ արդեն պետքա առաջադրանքը ստացել էին, պետքա մեկնեին Արցախ, այստեղ որոշեցին, որ ինձ չեն տանելու, ինձ որ ասում եմ իմ դասակի հետ, հիմնականում դասակի խնդրով, որովհետև մինչև վերջ չէին կարողանում ընդունել, որ կարող մի ամբողջ դասակ աղջիկներից բաղկացած լիներ։ Իրենց համար դա մեծ խնդիր էր, բայց չէ, աղջիկներին չենք տանելու, չենք թողելու ամեն ինչ ընկնենք աղջիկների հետևից, որ իրենց հարմար լինի, ապահով լինի։ Ասում եմ, լավ, դասակը չես տանում, ես գալիս եմ։ Իրենք խաղապահ ծառայություն են միշտ իրականացրել, հա, իրենք իրական պատերազմը կամ իրական կռիվը շատ չեն զգացել։ Իհարկե քարորիա պատերազմի ժամանակ էլ ինչ որ առնչություն ունեցել են, բայց էլի բուն պատերազմի մեջ չեն մտել։ Ես ծառայելով հատուկ նշանակության զորքերում բազմիցս առնչվել եմ այդ ամեն ինչի հետ եւ հոգեբանորեն ու ֆիզիկապես պատրաստ էի դրան։ Դրա համար իմ համար անհասկանալի ու անընդունելի էր, որ ես պետքա մնամ այստեղ որպես ռեզերվային կազմ ու իրանք ովքեր որ չգիտեմ, իրանք էլ չգիտեն ոնց կվարվեն, հա, այն դեպքում երբ որ հակառակորդի դեմ արդեն հանդիպեն, իրանք պետքա գնան։ Ես դες տրամադրված գնացի, որ Զորամասի հրամանատարին ասել եմ, որ գնում եմ, բայց պարզվեց մինչև այդ ինքը արդեն հասցրել էր Զորամասի հրամանատարի հետ խոսել, պայմանավորվել, որ ինձ ու դասակս չտանեն, պես շատ կոտրված, նեղացած թողեցի հետ եկանք, դասակից հավաքեցի եկանք, իհարկե դրանից ընդամենը 4-5 օր հետո կարծեմ
արդեն չեմ հիշում հստակ օրերով, ես մի քանի օր հետ նորից գնացի Արցախ։ Ես ստիպել էի իրան, ասել էի, խնդրում եմ, ես գիտեմ, որ պատերազմ է, ես գիտեմ, որ շատ ծանր է ամեն ինչը։ Միայն մի բան եմ խնդրում քեզ։ Մենք էլ մարդ ենք ստեղ, օրը 2 անգամ զանգի, խնդրում եմ, մի հատ առավոտյան զանգի, մի հատ երեկոյան զանգի։ Ամեն օր, ամեն հնարավոր ազատ րոպեին միշտ մենք իր հետ կապի մեջ ենք եղել ու պայմանավորվածություն ունենք իր եւ մյուս տղաների հետ, որ բոլորի ընտանիքներում ինչ ճանաչում էին։ Ասել էին, որ եթե անգամ իր հետ խոսացած չլինենք, ընտանիքի անդամներից ով զանգի, ես պետք է ասեի, որ հա, ընդհանրապես 2 ժամ առաջ ենք իր հետ խոսել, ամեն ինչ նորմալ է, որովհետեւ ոչ մեկ չէր պատկերացնում, որ այս աստիճան դաժան ու ցավալի հետևանքներ է լինելու։ Կապ սկզբնական շրջանում կար, դրանից հետո արդեն կապը ընդհատվեց Պռազյանի հետ, ընտանիքի անդամներից էինք փորձում ինչ-որ նորություն, մտածում էինք, որ երևի առաջինը տուն կկապնվի տնից լուր իմանալու։ Հետո Ռուբենի այդ կապը, որ ընտանիքի հետ էր արդեն դատարել, փորձում էինք ման գալ հոսպիտալներում, տարբեր զորամասերում։ Հեռախոսով եմ շփվել իր հետ, իրանք այդ ժամանակ ասեց, որ հաթերքում են։ Այդ ժամանակ խոսել եմ իր հետ հեռախոսով ու հիմնականում դե ինքն էլ ասում էր, որ հեռախոսով չեն կարող խոսել, բայց գրվում էինք։ Շատ հաճախակի մանավանդ պատերազմի ժամանակ համարյա ամեն օր կամ 2 օրը մեկ մենք հաղորդակցվում էինք գրվելու միջոցով, որտեվ ինքն գիտեք պատերազմի ժամանակ բջջային հեռախոսը տենց օգտագործելու ենթակա չէր։ Ու հետո կապը գրում եմ չի պատասխանում ու անկեղծ ասած իմ համար դա շատ ծանր էր։ Ամսի 10-ի առավոտ հայտարարեցին, որ հրադադար է լինելու։ Ես իրան նամակ էի գրել, ասում լավ այսօր գոնե հրադադարը մի քիչ կհանգստանաք, ավելի հանգիստ կլինի ձեր վիճակը ու չպատասխանեց։ Այնպես մի տեսակ սենց ներքին զգացողություն ունեի, որ մի վատ բան եղել է։ Զանգեցի մեր ընկերներից Ղուլյան Արմենին, ասում Ղուլյան, խոսել ես Պռազյանի հետ, բա չէ, հələ ինչ կա, ինչ եղեք զանգի էլի, երևի տեղը հարմար չի, ասում անի դե Երևանում նստած չի, կարա հարմար չի, ասում չգիտեմ, շատ անհանգիստ եմ, դες բան չի եղել, որ ինքը առավոտ չզանգի էլի մեզ, ասում դե հավանաբար տուն էլ չի զանգել, եթե մեզ չի զանգել։ Հետո իմ հատուկ նշանակության զորքերի ընկերներից մեկից իմացա, որ մեր վաշտը շրջափակման մեջ է անկել, ասես ասեցին, որ շատ քիչ զոհեր են եղել, հիմնականում դուրս են եկել այդ տեղանքից, ուղղակի վերախմբավորման կարիք ունեն, դրա համար չեն կարողանում հետները կապ հաստատել։ Մի մարտահրավերական իրադրություն, որտեղ ստորաբաժանումը պետք է հետ քաշվեր, հետագա խնդիր ստանալու համար։ Որոշում կայացել է հրանտարի կողմից զորքերը հետ քաշել, ունենալով մեծ հարվածներ, կրակը Պռազյանը վերցել է իր վրա, որպեսզի իր ենթակաները բոլորը դուրս գան ապահով շրջան։ Մենք ստացանք լուր, որ ինքը ողջ է, իր հետ ամեն ինչ նորմալ է, որ մեր սպաներից մեկը օգնել է իրան, տեղավորել է շտապօգնության մեքենայում եւ իրան հասցրել են հիվանդանոց։ Հետո նույնիսկ ծանոթներից, մեր հենց զինծառայեկից ընկերներից մի քանիսը ցենց ինչ որ կեղծ լուրեր էին ասում, իբր իրենց ընկերներից տեսել են Արցախի տարածքում տարբեր հիվանդանոցներում, գիտեն որտեղ է եւ այլն։ Բայց չգիտեմ, հիվանդանոց չի մնացել, որ փորձել ենք հետակապ հաստատել։ Այդ 78 օր, որ մենք ման էինք գալիս եւ փնտրում էինք Ռուբենից, իմ համար ամենածանրը ես ասում էի Երանի, իմանամ, գոնե իմանամ երեխես զոհվել է, միայն ոչ գերի։ Չնայած գերիների մեջ էլ էինք մենք փնտրում, միայն ոչ գերի, որովհետև ես գիտեի, որ իմ Ռուբենը նա գերի ընկնող տղա չի։ Սպայա, կապիտանա, ունի ատրճանակ կողքից կախած, վերջի վարիանտ, ամենավերջի, որ էլ ոչ մի ճար չունենար, ինքը իրան կխփեր կամ կպայթեցներ, բայց ինքը գերի հանձնվող տղա չի, բայց որ հույս ունեինք, որ կարող է գտնենք, նույնիսկ գերիների մեջ էինք փնտրում։ Կարդացի անուն ազգանուն հայրանուն, ուրեմն այդ սարսափելի օրերին լսում էինք եւ կարդում էինք։ Հետո եկավ մի պահ, որ կարդում էինք։ Եվ Պռազյան Ռուբեն Աշոտի այդ
հետո ես չեմ հիշում ինձ հետ ինչ կատարվեց եւ ես հիշում եմ, որ առավոտյան ինչ էր կատարվում համալսարանում չի ավարտել։ Ընդհատվել է ամենասարսափելի ու տխուր ժամանով փաստի արձանագրման հիմքով ազատել համալսարանից։ Ռուբենի լուրը վատ, շոկ էր, սարսափելի վատ։ Մենք այնքան ես վստահ էի, որ ինքը հետ է գալու, վստահ էի։ Որ իմ զանգեց Ռոբը ասեց Ռուբենի sense բան առած չի կարող տենց բանել ասել, ինքը այնքան հաշվարկով ապրող, ճշգրիտ գիտեր ինքը որտեղ իրան ոնց պահի, ոնց ա եղել ասել տենց բան։ Ասի չէր կարա, այնքան գրագետ էր ինքը, նես չէր էլի։ Դե գնացինք։ Իմ տղային գտել ենք մենք, ես, եղբայրս, իմ ընտանիքով, մենք ենք մեր ընկերներով, մենք ենք գտել, որովհետև մի քանի անգամ խմբեր են գնացել, նույնիսկ իր զինվորներից են գնացել են բոլոր զոհված տղաներին այդ օրվա շրջափակման մեջ ընկած տղաների դիերը բերել են, միայն չկա Ռուբենս, Ռուբենից չեն գտնում։ Մենք էլ դրա համար էինք հույսով ապրում, որ միայն Ռուբենս չկա, չնայած առաջինը, ամենաառաջինը սնայպերը խփել է Ռուբենից, քանի որ բոյով հաղթանդամ հակու կապից նրա երևում էր, որ նա հրամանատար է, էլի, դրա համար հենց առաջինը թևից խփել վիրավորել է Ռուբենից եւ գտանք բերեցին Երևան տարան հերացի ես գնացի տեսա իմ տղային իմ բալիկին գնացի տեսա բոյով մեկ երեխես պարկած էր ամբողջությամբ ռուսերեն ասում է ցելոստի սախրաննստի կարելի ասել էլի մարմինը ամբողջությամբ Այսպես բարձրացրել եմ երեխայից ձեռքը ամբողջությամբ սենց ոտքը ու շոյել եմ։ Փորձում էր կյանքը ապրել այնպես, որ ամեն ինչ վերցներ կյանքից։ Մենք դրա հետ կապված ենք իր այդ շատ վիճել, շատ։ Ինքը ուներ ընկերուհի, ում շատ էր սիրում, այնքան որ փորձում էր ոչ մեկ չիմանա այդ մասին, որպեսզի ապահով լինի իր գաղտնիքը, հա, ոչ մեկ այդ մասին չիմանա, չկարողանա որևէ ձևով խոչընդոտել, խնդիր ստեղծել եւ այլն։ Եվ դրան զուգահեռ մենք էլ կտեսնենք ինչ որ մի աղջկա հետ խոսում է։ Ինքան էի ջղային անում, ասում է, ինչ գործ ունես, դու այդ տեսակ աղջկան թողած, ասում էր, «Էսի ստից բան է, դու գործ չունես», ասում էր, «Դու մի տենց լուրջ ընդունի, էսի ստից բան է, պետք է կյանքդ վայելես», ասում էր, «Չեմ կարելի, ես ամբողջ կյանքս նստեմ, սպասեմ», հա, հասկանալի է, ինքը ես իրան շատ եմ սիրում, ինքն է որ կա, իր հետ եմ ամուսնանալու բան։ Ոնց որ այդ աղջիկների հետ կապված մի քիչ շատ էինք վիճում իրար հետ, ասում էր, «Թարախություն ես անում, չես թողում ես իմ կյանքը լավ ապրեմ, վայելեմ»։ Շատ նեղացած էի իմ Տեր Աստծուց 78 օր ամեն օր գնացել եմ Սուրբ Հովհաննես եկեղեցի, պարկել եմ գետնին, պարկել եմ, խաչվել եմ այսպես ու աղոթել ու խնդրել աղաչել եմ, որ Տեր Աստված փրկի իմ բալին, խնդրում եմ, պահի պահպանի իմ բալին։ Ես ասի ես Աստծուց նեղացել եմ, եկեղեցուց նեղացել եմ։ Ես պետքա տանեմ զգոսրա, չեմ տանելու եկեղեցի։ Ու չտարա եկեղեցի, նաև եռաբլուրել չտարա, որովհետև ասի ես սրբապիղծը էդ էր մնացել պակաս, որ ես սրբապիղծը հանկարծ գա ճոնը խոնարհվի իմ երեխու շիրիմին ու ուզենա ծաղիկ դնի։ Դեկտեմբերի 30-ին հուղարկավորել ենք, հանձնել ենք հողին իմ բալին, հունվարի 6-ին Զատիկից հետո հոգևորականները, հոգևոր հովիվը Տեր Տիրայրը, Տեր Դանելը ինձ հրավիրեցին Սուրբ Հովհաննես եկեղեցի, գնացի, ասցին ինչի սենց արեցիր, մենք սպասում էինք, ինչի, ասցի սենց, ես նեղացել էի։ Իրանք ինձ բացատրեցին, դրանից հետո նորից ես հետ դարձ եղա դեպի իմ Տեր Աստվածը, դեպի Տեր Հիսուսը։ Պատերազմից հետո մեր Ռուբենը արդեն չկա։ Արդեն ուրիշ ձև է հպարտանում։ Ֆիզիկապես չկա։ Իսկ
ցանկացած ծնող բարեկամ կուզեր տեսներ իր տղային, իր հետնորդին կենթանի, այլ ոչ թե գերեզմանոցում։ Ի տարբերություն շատ իմ գոլեգաների, ընկերների, ես նույնիսկ պատերազմի ժամանակ չմիշնորդեցի, որպեսզի մեր տղան մնա Հայաստանում։ Ունեի բոլոր հնարավորությունները։ Բայց համարում էի, որ եթե պատերազմ է, ուրեմն պատերազմը բոլորիս համար է։ Այլ ոչ թե միայն հարևան գյուղի երեխեքի համար է պատերազմը, այլ մեր բոլորի համար էր պատերազմը։ Այսօր ես փոքրիկ ունեմ 2 տարեկան թոռնիկ, ինքը պիտի հողի համար կռիվ տա։ Ես ամաչում եմ նայեմ իմ թոռնիկներին, որովհետև իմ հողը մի բուր դարձավ։ Ես նույնիսկ անկեղծ ասեմ, երանի եմ տալիս այս զոհվածներին, որ գիտեին հողի համար են կռվում ու չիմացան ինչ կատարվեց մեր հետ։ Կոպիտ է հնչում բառերս, բայց 5 տարի է ամեն օր մեր տունը հələ պանիխիդա է, չի ավարտվել այդ պանիխիդան։ Կարող է մի քիչ ցավերը մեղմանա, երբ որ Տիգրանը ամուսնանա, երբ որ բալիկներ ունենա, ընտանիք կազմի, միգուցե մի քիչ մեղմի մեր վերքերը։ Դուք տեսաք, մենք 2 սրահներում էլ ունենք։ Պարտադիր իրենց դասղեկի ժամին ամեն դասան գոնե 1 անգամ այց է ունենում։ Այդ օրը դա թեմաները ցավոք շատ ունենք զոհեր։ Նշանակում է 2 ամիս այդ երեխա այդ զինվոր զոհերի մասին պիտի խոսանք։ Ամսվա մեջ 1 անգամ հաստատ մի դասարանում Ռուբենի մասին խոսվում է։ Պարտադիր որպես դասղեկի ժամ։ Միայն կարծում եմ Արցախի հետ բերելով, որ գա այն օրը երազում եմ, որ գա այդ օրը, որ գնամ Արցախ, գնամ Հադրութ, այն հողի վրա, որտեղի մեր երեխու արունն է թափված, համբուրեմ այդ արունոտ հողը, ասեմ բալես, մենք հաղթեցինք։ Այդ ժամանակ միգուցե կարող է մխիթարվեմ, կարող է չգիտեմ, ես կապրեմ այդքան թե չեմ ապրի, կլինեմ այդ ժամանակ թե չեմ լինի, բայց քանի ապրում եմ, մինչև վերջին շունչը պայքարելու եմ։